Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր պատրաստում եմ քյուֆթա, աճարով փլավ եւ որոշեցի կիսվեմ ձեզ հետ։ Եթե հետաքրքիր է, մնացեք ինձ հետ, կպատմեմ քյուֆթա պատրաստելու գաղտնիքները։ Սկզբում պատրաստենք փլավը, որպեսզի թողնենք այն հանգստանա։ Ես նախօրոք լվացել եւ տաք ջրով թրջել եմ հաճարը։ Այնուհետև անհրաժեշտ է կտրատել առատ սոխ։ Կտրատում ենք կիսալուսնաձև եւ շատ բարակ։ Այնուհետև կաթսայի մեջ լցնում ենք բուսայուղ, ավելացնում ենք կարագ կամ յուղ, թողնում ենք մի փոքր տաքանա եւ լցնում ենք սոխը։ Տապակում ենք մինչեւ գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանալը։ Կտրատում ենք նաեւ սունկը։ Եվ ահա սոխը արդեն տապակվել է, ավելացնում ենք սունկը եւ շարունակում ենք տապակել։ Երբ արդեն սունկը նույնպես տապակվել է, արդեն ավելացնում ենք հաճարը։ Մի քանի րոպե տապակում ենք նաև հաճարը, որից հետո արդեն ավելացնում ենք եռացրած ջուրը։ Ինձ մոտ մի քանի կադր բաց թողում է եղել, ջուրը ավելացնում ենք այնքան, մինչև փլավը ծածկվի եւ 2 սանտիմետր ավել լինի, որից հետո եփում ենք մարմանդ կրակի վրա։ Վերջում ավելացնում ենք համեմունքները, աղ, կարմիր եւ սև պղպեղներ, մոտավորապես 3-ից 5 րոպե թողնում ենք կրակի վրա եւ անջատում ենք, ծածկում ենք բերանը եւ դնում ենք մի կողմ։ Այժմ կտապակենք բանջարեղեններ, ծաղկակաղամ, բրոկոլի եւ սունկ, փլավը ավելի համեղ եւ գեղեցիկ դարձնելու համար։ Ջուրը համեմում ենք աղով, եռացող ջուրը եւ տեղափոխում ենք ծաղկակաղամբը, թողնում ենք այնտեղ 2-ից 3 րոպե, ոչ ավել, մի փոքր պետք է մնա ջրի մեջ եւ հանում ենք։ Որից հետո տապակի մեջ բուսայուղ ենք լցնում եւ տապակում ենք մի քանի րոպե բրոկոլին եւ ծաղկակաղամբը։ Նույն թավայի մեջ տապակում ենք նաեւ սունկը։ Համեմում ենք աղով եւ սև պղպեղով։ Իսկ այժմ պատրաստում ենք քյուֆթան։ Ես վերցրել եմ պատրաստի քյուֆթայի միս։ Ինձ մոտ միսը 2 կիլոգրամ է, 1 կիլոգրամի համար վերցնում ենք 1 գլուխ սոխ, 2 ձու, 2 ճաշի կտալ կոնյակ եւ 1 ճաշի կտալ ալյուր։ Բոլոր թվարկածներս ավելացնում ենք մսին եւ սկսում ենք հարել։ Անհրաժեշտ է քյուֆթայի միսը այսպես հարել ամենաքիչը 10 րոպե, դրանից է կախված քյուֆթայի համն ու որակը։ Ահա այսպես լավ հարելուց հետո թողնում ենք 10 րոպե հանգստանա։ Իսկ այժմ կարող ենք պատրաստել, դրա համար վերցնում ենք հարմարաման, այն թրջում ենք ջրով, որպեսզի չկպչի պատերին, եւ մեր նախընտրած չափի եւ ձևի պատրաստում ենք քյուֆթաները։ Ջրի մեջ ես ավելացրել եմ աղ, ջուրը եռում է արդեն, մի փոքր կամացացրել եմ, եւ ահա այսպես քյուֆթաները տեղափոխում ենք ջրի մեջ։
Մարման կրակի վրա եփում ենք 30-ից 40 րոպե։ Չենք մոռանում եփելու ընթացքում հավաքված փրփուրը հավաքել։ Եվ արդեն պատրաստ են մեր քյուրթաները, տեսեք թե որքան են մեծացել, ամբողջովին եփված է, մեկը արդեն կտրատել է եւ հիմա կկտրատեմ եւ կտեսնեք թե որքան գեղեցիկ ծակոտկեն քյուրթաներ են ստացվել։ Կտրատում ենք եւ մատուցում։ Եվ ահա սիրելի հետևորդներ, սա էլ մեր աճարով փլաֆը, տեսեք որքան ախորժելի տեսք ունի։ Մատուցում ենք աճարով փլաֆով եւ իհարկե մեր տապակած բանջարեղեններով։ Եվ ահա, այսօր էլ պատրաստել էի այսքանը։ Եթե հավանեցիք իմ տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։